Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը վստահ է միայն այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերվում են Ադրբեջանի եւ Թուրքիայի նախապայմաններին, վստահ է այն առումով, որ կյանքի է կոչելու այդ նախապայմանները։ Հարգելի հեռուստադիտողներ, որքան մենք մոտենանք ընտրության օրը Հայաստանում, խոսքը եւ այստեղ խոսքը գնում է եւ պոտենցիալ արտահերթ ընտրությունների մասին եւ հերթական ընտրությունների մասին, այդքան էլ ավելի հարուստ եւ հետաքրքիր է լինելու ներքաղաքական դիսկուրսը Հայաստանում, շատ ավելի բարձր են հնչելու հարցեր, օրինակ ով բերեց Նիկոլ Փաշինյանին, ով օգնեց Նիկոլ Փաշինյանին մնալ իշխանության ղեկին մինչև 25-26 թվականը, ոմանք կարդարանան, ոմանք ավելի անկեղծ եւ ճիշտ գնահատականներ կտան այն ամենի վերաբերյալ ինչ տեղի ունեցավ Հայաստանում 18 թվականին եւ դրանից հետո, բայց իրականությունը նաեւ կայանում է նրանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս չի կարող խուսափել այս քննարկումներից, ճնշումը նրա նկատմամբ եւս ավելանալու է, ինչը հանգեցնելու է նրան, որ կամա թե անկամա լինելով ճնշման տակ Նիկոլ Փաշինյանը մի փոքր ավելի անկեղծ է դառնալու հայ հասարակության եւ հայ ընտրողների հետ։ Այդ անկեղծության պահերից էր այսօր նրա ճեպազրույցը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում լրագրողների հետ։ Փաշինյանը մի քանի հարցերի անդրադարձավ, թե Գյումրու ավագանու ընտրություններին եւ թե Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բանակցային գործընթացին, եւ փաստորեն մենք ինչ իմացանք Նիկոլ Փաշինյանի խոսքերից։ Նա վստահ է մի շարք հարցերի վերաբերյալ, ընդգծենք նրանցից մի քանիսը, որ Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունում, որը պոտենցիալ կարող է ընդունվել, չպետք է հղում լինի անկախության հռչակագրին, Ադրբեջանի եւ Թուրքիայի հրապարակային կարևորագույն պահանջներից մեկը։ Եվ երկրորդը փաստացի նա արձանագրում է, որ Ղարաբաղյան հարցը ընդհանրապես Հայաստանի համար փակված է, որովհետեւ Արցախյան շարժումը, Ղարաբաղյան շարժումը չի կարող շարունակվել Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ Նիկոլ Փաշինյանը ինքը վստահություն չունի մի շարք այլ հարցերի վերաբերյալ, որոնք արդեն ուղիղ շահկապված են նաև Հայաստանի Հանրապետության շահերի, ազգային անվտանգության հետ, նաև տնտեսական զարգացման հետ։ Այստեղ մենք սա ասում ենք հենց իշխանական քարոզչության տրամաբանության շրջանակներում։ Ինչի մասին է խոսքը։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը վստահ չէ փաստացի, որ մինչև 2025 թվականի ավարտը Ադրբեջանի հետ կարող է ստորագրվել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը։ Հարգելի հեռուստադիտողներ, 23 թվականին, երբ որ Արցախը հայաթափվեց, այս մարդիկ իրենց հատուկ հանձնարարություններով դեսպանից միջև ազգային ժողովի նախագահ եւ այլն խոսում են, որ այո, 23 թվականին կա հնարավորություն արագ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, բայց 25 թվականի փաստացի կեսերին Փաշինյանն ասում է, որ նա վստահություն չունի, որ դա կարող է ստորագրվել։ Եվ երկրորդ կարևոր հարցը, որի վերաբերյալ Փաշինյանը վստահություն չունի, քանիցս մեր տաղավարում ասել ենք, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը, հանգեցնելու է նրան, որ Հայաստանը վերածվելու է ոչ թե խաղաղության խաչմերուկի, այլ վերածվելու է փաշինյանական տուպիկի։ Եվ երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանին մենք առաջարկում ենք նույն պայմաններով տարանցիկ գոտի, հայ, այսպես ձևակերպենք, որ Ադրբեջանը կարող է ստանալ Իրանի Իսլամական Հանրապետությունից, այսինքն որ ադրբեջանական բեռները Հայաստանի տարածքով անցնեն նույն պայմաններով, ինչ պայմաններով անցնելու են իրանական տարածքով, այդ էներգետիկ ենթակառուցվածքները Հայաստանի տարածքով, օրինակ գազատար, էներգատարները եւ այլն անցնեն նույն պայմաններով, որոնք իրենք կարող են անցնել Իրանի տարածքով, բայց Ադրբեջանը մերժում է։ Սա նշանակում է, որ մենք իսկապես կարող ենք գալ մի իրավիճակի, որ այն բոլոր զիջումներից հետո, որոնք հայկական կողմը իրականացրեց, մենք կարող ենք գալ եւ հանգել մի իրավիճակի, որ Արցախը հանձնելուց հետո, Արցախը հայաթափելուց հետո, հայկական տարածքների օկուպացիայից հետո, այսպես կոչված դելիմիտացիայից հետո, երբ որ հայաստանյան տարածքները հանձնվեցին Ադրբեջանին, դրանից հետո էլ ոչ Բաքուն, ոչ Անկարան կյանքի չեն կոչելու Հայաստանի շահերից բխող որևիցե մի կերպ։ Սրանց վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես ոչ մի վստահություն չունի, կրկին ասենք, վստահություն ունի միայն այն հարցերի վերաբերյալ, որոնց նկատմամբ քաղաքական եւ աշխարհաքաղաքական հետաքրքրություն են ցուցաբերում Բաքուն եւ Անկարան, բայց հերթական անգամ պետք է արձանագրենք, որ հարգելի հեռուստադիտողներ, սահմանադրական փոփոխությունների մեխը նույնիսկ անկախության հռչակագիրը չի լինելու։ Իհարկե, եւ Բաքուն եւ Անկարան ուզում են, որ հղումը անկախության հռչակագրից դուրս բերվի, որ ընդհանրապես այդ անկախության հռչակագիրը որպես փաստաթուղթ չեղարկվի, բայց հիմնականը, որը Ադրբեջանը եւ Թուրքիան կուզենային տեսնել Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության մեջ, վերաբերվում է Հայաստանի ապադաշինքային կարգավիճակին եւ կա շատ մեծ հավանականություն,
դատելով նրանից, թե ինչ են ասում հայաստանյան պաշտոնյաները, նրանց հետ շահ կապված այսպես կոչված փորձագետները, որ հենց դա էլ ամրագրված է լինելու նոր համանդրության մեջ, որ մենք ապա դաշինքային պետություն եք լինելու, գետնի վրա դա նշանակում է, որ հավելարկված ռազմաբազան պետք է դուրս գա, ռուս սահմանապահները պետք է դուրս գան, ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններն էլ, որոնք առանց այդ էլ այնքան էլ լավ մակարդակում չեն, մենք հայտարարում ենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել Հայաստանից, որ մենք սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, կարող է գալ մի իրավիճակ եւ մենք ընդհանրապես դուրս գանք ՀԱՊԿ-ից, արձանագրենք, որ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքական եւ բիզնես էլիտան շատ մոտ ժամանակահատվածում, մոտ ժամանակաշրջանում չկարողանան այնպես կոնսոլիդացվել, որ Գյումրիում տեղի ունեցածը ինքը կրկնվի համապետական մասշտաբով, մենք իսկապես կարող ենք գալ մի իրավիճակի, երբ որ Ադրբեջանը եւ Թուրքիան կպատվիրեն այստեղ սահմանադրական փոփոխություններ եւ այդ սահմանադրական փոփոխությունները կյանքի կկոչվեն։ Եվ ամփոփելով նաեւ մեր այսօրվա զրույցը մենք պետք է արձանագրենք հետեւյալը. իսկապես մոտենում ենք ընտրությունների նախընտրական փուլ ենք մտնում, ընտրական ցիկլ ենք մտնում, ինչպես ուզում եք սա անվանեք, եւ որքան էլ որ մենք փորձենք խուսափենք այս տեսակ ձևակերպումներից, բայց պետք է արձանագրենք հետեւյալը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք մոտակա ժամանակահատվածում գնալու են ընտրատեղամաս քվեարկելու, իրենք պետք է ֆունդամենտալ առումով մեկ հարցի պատասխան տան։ Իրենք ուզում են, որ այս տարածքում լինի Հայաստանի Հանրապետություն, թե Արևմտյան Ադրբեջան, մտածեք այդ մասին։